Պինոկիոյի արկածները։ Ժամանակին ապրում էր մի ծեր Հյուսն, Ջեպետոն։ Մի օր նա փայտից տիկնիկ պատրաստեց ու անվանեց Պինոկիո։ Ինչքան կուզենայի, որ իսկական տղա լինեիր, մտածեց ծերունին։ Այդ գիշեր մի հրաշք տեղի ունեցավ։ Կապույտ փերին կենդանացրեց փայտե տիկնիկին։ Եթե քաջ, անսնիվ ու անշահախնդիր լինես, մի օր իսկական տղա կդառնաս, ասաց փերին Պինոկիոյին։ Ջեպետոն շատ ուրախացավ, որ տիկնիկը կենդանացել է։ Նա ուզում էր, որ Պինոկիոն դպրոց գնա ու կրթվի։ Խեղճ ծերունին վաճառեց իր միակ բաճկոնը, որպեսզի Պինոկիոյի համար այբենարան գնի։ Սակայն ճանապարհին Պինոկիոն հանդիպեց աղվեսին ու կատվին, որոնք նրան խաբեցին ու տարան տիկնիկների թատրոն։ Երբ Պինոկիոն ստում էր, նրա քիթն անմիջապես երկարում էր։ Հետագայում Պինոկիոն բազմաթիվ արկածների միջով անցավ։ Նա հայտնվեց հաճույքների կղզում, որտեղ չարաճճի տղաները վերածվում էին ավանակների։ Մեկ անգամ Պինոկիոն նույնպես չարություն արեց ու սկսեց վերածվել ավանակի, բայց հրաշքով կարողացավ փախչել։ Ամենադժվար փորձությունը եղավ, երբ Պինոկիոն իմացավ, որ Ջեպետոյին կուլ է տվել մի հսկա կետ։ Չնայած վախին, Պինոկիոն ծովը նետվեց ու մտավ կետի բերանը, հոր որոնումներով։ Կետի փորում Պինոկիոն գտավ Ջեպետոյին։ Նրանք միասին կարողացան փախչել, ստիպելով կետին փռշտ տալ։ Երբ նրանք ափ հասան, Պինոկիոն խնամեց հիվանդ Ջեպետոյին, օր ու գիշեր աշխատելով նրա համար։ Պինոկիոյի անձնազոհությունը և քաջությունը տպավորեց կապույտ փերիին։ Այդ գիշեր, երբ Պինոկիոն քնած էր, փերին նրան վերածեց իսկական տղայի։ Առավոտյան արթնանալով, Պինոկիոն զարմացավ, որ այլևս փայտե տիկնիկ չէ։ Ջեպետոն և Պինոկիոն երջանիկ ապրեցին միասին, իսկ Պինոկիոն միշտ հիշում էր, որ ազնվությունն ու բարությունը կյանքում ամենակարևոր բաներն են։